Ես Խլղաթյան Աստղիկն եմ, 21 տարեկան եմ, ծնվել և ապրում եմ Կոտայքի մարզի Արձական գյուղում։ Ապրում եմ ծնողներիս հետ, ունեմ մեկ եղբայր, մանկությունս անցել է նրա հետ։ Միշտ ունեցել եմ սեր ստեղծագործելու հանդեպ, բայց նույնը չեմ կարող ասել երաժշտության մասին, որովհետև երաժշտությամբ զբաղվելու ցանկությունը առաջացել է ավելի ուշ, երբ արդեն 15 տարեկան էի։ Դպրոցական տարիներին միաժամանակ հաճախում էի վոկալի, դաշնամուրի, նկարչության, ասեղնագործության, երգչախմբի, կային խմբակներ, որոնց նույնպես ուզում էի հաճախել, ցավոք այլևս ֆիզիկապես չէի հասցնում։ Արդեն 15 տարեկանում, ոգեշնչվելով մի շարք արտիստներից, որոշեցի, որ ավելի լրջորեն պետք է զբաղվեմ երաժշտությամբ ու սկսեցի մասնակցել մի շարք երաժշտական մրցույթների և փառատոների։ Սկզբնական փուլում լարվածությունը շատ մեծ էր և այնքան էլ համարձակ չէի կարողանում բեմ դուրս գալ, սակայն հիմա ամենահաճելի զգացողությունը հենց նախահամերգային լարվածությունն է։ Հետո որոշակի անհամաձայնություն առաջացավ ծնողներիս հետ կապված երաժշտությամբ զբաղվելու իմ որոշման հետ և այնուամենայնիվ ես որոշեցի ինձ փնտրել մեկ այլ ասպարեզում, այն էր տնտեսագիտությունը, և ընդունվեցի տնտեսագիտական համալսարան, ֆինանսական ֆակուլտետ։ Չնայած ինձ այնքան էլ չէի տեսնում այս ոլորտում, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ շատ ճիշտ որոշում եմ կայացրել և երաժշտությունն ու տնտեսագիտությունը կատարյալ համադրություններ ինձ համար։ Կարծում եմ, որ գիտությամբ զբաղվելու համար կարևոր է ունենալ ստեղծագործական մտածողություն և ինչպես նաև երևակայություն, իսկ երաժշտությամբ զբաղվելու համար կարևոր են հաշվարկները և ճկուն մտածողությունը, այսպիսով այս երկուսը փոխլրացնում են միմյանց։ Չնայած համալսարանական առօրյային, իմ սիրտը դեռևս երաժշտության մեջ էր։ Որոշեցի կիթառ գնել և ինքնուրույն փորձել սովորել։ Շատ ջանքերից հետո այն ստացվեց ու բազմաթիվ իմ շատ սիրելի երգեր ես կարողացա նվագակցել ու երգել։ Քանի աչքերի մեջ այրվող տենչանք տեսա, քանի պատերազմում ես Այս ընթացքում նաև ստեղծագործում էի, գրում էի բանաստեղծություններ, բայց սեփական երգն ունենալու միտքը չի եղել երբեք, մինչև այն պահը, երբ հանդիպեցի մի մրցույթի, որը հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն էր ու որոշեցի ամեն դեպքում մասնակցել և հենց այդ ժամանակ գրեցի իմ առաջին երգը։ Սպասումներն այնքան էլ մեծ չէին և ես այնքան էլ տարված չէի արդյունքով, հակառակը վայելում էի ճանապարհը, որն անցնում էի։ Մի քանի փուլեր հաղթահարելուց հետո եզրափակիչ փուլում արժանացա լավագույն մասնակից կոչմանը, ինչն ինձ ավելի ոգևորեց շարունակելու այս ասպարեզում իմ ստեղծագործական ուղին։ 2025 թվականին մասնակցեցի Հուսոառագաստ ամենամյա մրցույթ-փառատոնին և ընդգրկվելով լավագույն տասնյակում հնարավորություն ունեցա մասնակցելու 3-օրյա Սևանյան փառատոնին։ Դրանից հետո ես դարձա բարտերի կրտսեր անդամներից մեկը ու ինձ համար մեծ պատիվ է կիսել բեմը հեղինակային երգի այնպիսի ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են օրինակ Ռուբեն Հախվերդյանը, Վախթանգ Հարությունյանը, Էդվարդ Զորիկյանը և ելույթ ունենալ իմ իսկ հեղինակային երգով։ Հիմա, երբ հնարավորությունները ավելի շատ են և ես զբաղվում եմ իմ սիրած գործով, փորձում եմ հնարավորինս որակյալ երաժշտություն և խտացված միտք մատուցել հանրությանը։ Ներկայումս քայլում եմ ինքնազարգացման ճանապարհով։ Հուսամ կհանդիպենք և դուք դեռ կլսեք իմ անունը։ Իմ խենթ ապարակա, արդյոք տուն գտար, աստղերը մոռացար, արդյոք լույս գտար, ում գտար, ում գտար, ում գտար։ Հիմա վախերն են ու դռներն են բաց, ուղիները գուցե կդառնան այցելված, դու գալու ես հեռվից,
չենք մնա օտար ողջ եղածնեմ սրտիդ ու Տեր նրա